Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Քիրք զնընթոց 29-րդ գլուխ Հակոբ կհասնի Լապանի դունը։ Հակոբ մեկնեցավ եւ արևելցիներուն երգիրը քնած։ Նայեցավ ու ահա տաշտին մեջ հոր մգար եւ ահա հոն անորքով ոչխարներու 3 հոդ բարգաձեր, քանի որ այդ հորեն գխմցնեին հոդերուն ու հորին բացվածքը մեծ քար մգար։ Բոլոր հոդերը հոն գհավաքվեին։ Հովիվները հորին բացվածքեն քարը մեկտի գքլորեին, ոչխարներուն գխմցնեին, ապա քարը դարձյալ իր դեղը հորին բացվածքը գտնեին։ Հակոբ անոնց ըսավ. «Եղբայրներս, ուրգե եք դուք»։ Անոնք ըսին. «Մենք խարանեն ենք»։ Անոնց ըսավ. «Նակովրի որդին Լապանը գճանչնաք»։ Անոնք ըսին. «Գճանչնանք»։ Անոնց ըսավ. «Ողջ առողջ է»։ Անոնք ըսին. «Ողջ է»։ Եվ ահա անոր աղջիկը Ռաքել ոչխարներուն հետ գուքա։ Անալսավ. ահա դակավին իրգուն ըլալու շատ ժամանակ կա ու խաշինքին հավաքվելու ադենը չէ։ Խմցուցեք ոչխարներուն եւ քացեք արածեցեք։ Անոնք ըսին. մենք չենք կրնար, մինչև որ բոլոր հոդերը չհավաքվին, երբ հորին բացվածքի քարը մեկտի կլորեն, այն ադեն ոչխարներուն կխմցնենք։ Եվ դակավին անոնց հետ կխոսեր, Ռաքել իր հոր ոչխարներուն հետ եկավ, որովհետև ինք էր անոնց հովիվը։ Երբ Հակոբ տեսավ իր մորեղբոր Լապանի աղջիկը Ռաքելը, նաև իր մորեղբոր Լապանի ոչխարները, Հակոբ մոտեցավ, քարը հորին բացվածքեն կլորեց ու իր մորեղբոր Լապանի ոչխարներուն խմցուց։ Եվ Հակոբ համբուրեց Ռաքելը ու ցայնը բարձրացնելով լացավ։ Հակոբ Ռաքելի իմացուց, թե ինք անոր հոր ազգականը եւ Ռեբեկայի որդին է, անալ վազեց ու իր հոր պատմեց։ Երբ Լապան լսեց իր քրոջ որդիին Հակոբի մասին, վազեց զայն թիմավորելու։ Զայն կրգեց ու համբուրեց եւ իր դունը դարավ։ Անալ Լապանի պատմեց այս բոլոր բաները։ Լապան անոր ասավ. «Իրաբեստուն իմ ոսկորս ու միսս ես», եւ անոր հետ լման ամիս մգեցավ։ Հակոբ գծարայի Լապանի, Ռաքելի եւ Լիայի համար։ Լապան Հակոբի ասավ. «Թուն իմ եղբայրս ըլալուտ համար ինձի ծրի պիտի ծարայես։ Իմացուր ինձի, ինչ պիտի ըլա քու վարձքդ»։ Լապան երկու աղջիկ ուներ։ Մեծին անունը Լիա էր ու բզդիկին անունը Ռաքել։ Լիայի աչքերը փափուկ էին, բայց Ռաքել քեղեցիկ գազմ ու քեղեցիկ տեսք ուներ։ Հակոբ Ռաքելը սիրեց եւ ասավ. «Քու բզդիկ աղջիկիդ Ռաքելի համար 7 տարի քեզի կծարայեմ»։ Լապան ասավ. «Զայն քեզի դալը ուրիշ մարդու դալեն լավ է, փնագե ինձի հետ»։ Հակոբ Ռաքելի համար 7 տարի ծարայեց ու զայն սիրելուն պատճառով իրեն քանի օրվան չափ տվեցավ։ Եվ Հակոբ Լապանի ասավ. «Իմ գինս տուր, քանի օրերս լրացած են, որբեսի անոր մտնեմ»։ Լապան այդ դեղին բոլոր մարդիկ հավաքեց ու խնջույք սարքեց։ Սակայն իրգունը իր աղջիկը Լիան արավ եւ անոր բերավ։ Անալ անոր մտավ։ Լապան իր ըստրգուհին Զեղբան իբր ըստրգուհի տվավ իր աղջիկին Լիայի։ Արդուն ահա անիգա Լիան էր։ Հակոբ Լապանի ասավ. «Ինչ է այս ինձ երածդ։ Ես քեզի Ռաքելի համար չծարայեցի, ուստի ինչու զիս խապեցիր»։ Լապան ասավ. «Մեր երկրի մեջ այսպիսի բան չլար գրծերը անդրանիկեն առաջ դալ։ Լրացուր այսօր հարսանիքին շաբաթը ու զայնալ քեզի պիտի տանք այն ծարայության համար, որ դարձյալ իմ քովս պիտի անես ուրիշ 7 տարի»։ Հակոբ այնպես ըրավ։ Լիայի շաբաթը լրացուց եւ Լապան իր աղջիկը Ռաքելը անոր տվավ իբր գին։ Լապան իր փաղա ըստրգուհին իր աղջիկին Ռաքելի տվավ իբր ըստրգուհի։ Հակոբ Ռաքելի ալմդավ ու Ռաքելը Լիայեն ավելի սիրեց եւ դարձյալ ուրիշ 7 տարի ծարայեց Լապանի։ Հակոբի զավակներ գծնին։
Եվ դերը դեսավ Լիայի ադելի ըլլալը, անոր արքան տպացավ, բայց Ռաքել ամուլ էր։ Լիա հղացավ ու որդի մծնավ, եւ անոր անունը Ռուբեն գոչեց, քանի որ ասավ. «Անպատճառ դերը իմ դարաբանքս տեսավ, հիմա անշուշտ ամուսինս զիս պիտի սիրե»։ Դարձյալ հղացավ ու որդի մծնավ եւ ասավ. «Որովհետեւ դերը իմ ադելի ըլլալս լսեց, ադոր համար ինձի այս որդին ալ տվավ»։ Անոր անունը Շմավոն գոչեց։ Դարձյալ հղացավ ու որդի մծնավ եւ ասավ. «Հիմա այս անգամ ամուսինս ինձի պիտի հարի, քանի որ 3 որդի ծնա իրեն»։ Ադոր համար անոր անունը Ղևի գոչեց։ Դարձյալ հղացավ ու որդի մծնավ եւ ասավ. «Այս անգամ շնորհակալ պիտի լամ Տիրոջմեն»։ Ադոր համար անոր անունը Հութա գոչեց ու ծնանելե թատրեցավ։ Փառքեզ Տեր Աստված մեր։ Ամեն։